Այստեղից կսկսենք մի շարք, բայց շարքը լավ է։ Որ շարք հասկանան, որ շարքը է թալու էլի, ու կամ էլ եթե հանդիպեն սրան, էս առաջին։ 25 թիվ հունիս, ինչի եմ այսպես ասում, որովհետև այսուհետ այսօրվանից ի վեր կարելի է համարել, որ ամեն շաբաթ, ամեն ամիս դուրս են գալիս բազմաթիվ տեխնոլոգիաներ նկարահանումները ավելի հեշտացնելու, ավելի հետաքրքիր ու կրեատիվ դարձնելու համար։ Պետք է գնալ ժամանակի հետ ու հասկանալ ինչ է կատարվում։ Ներկա իմ սերիալը, որ ես կառուցելու եմ, կլինի մոնտաժի մասին, հետո կշարունակենք մեկ այլ թեմաներ զարգացնելով։ Ինչ եմ ուզում ներկայացնեմ։ Մենք ներկայապային գիտենք CapCut, Final Cut Pro, Adobe Premiere Pro, DaVinci Resolve։ CapCut-ը հիմնականում հեռախոսով, շատերը սիրում են այդ ծրագիրը, բայց ես անձամբ չեմ սիրում։ Final Cut Pro-ից ես չեմ խոսում, որովհետև ես այդ ծրագրից չեմ հասկանում։ Adobe Premiere ես աշխատել եմ, հետո տեղափոխվել եմ DaVinci Resolve եւ հիմնովին տեղավորվել եմ այնտեղ։ Այսպիսով այսուհետ այս դասերը կգնան DaVinci Resolve-ի մասին, DaVinci 20-ի մասին, իր նոր ֆիշկեքի եւ հին ֆիշկեքի եւ առհասարակ ոնց է լինում ամենազրոյից մինչեւ ամենամաքսիմումը։ Так, առաջի միֆը, որ ուզում եմ ասեմ։ Բոլորը ասում են DaVinci Resolve դա անվճար ծրագիր է։ Չէ, դա անվճար ծրագիր չի։ Ես վերջերս խոսել եմ մի քանի երեխեքի հետ, պարզվեց, որ իրանք գիտեն, որ իրանք պրոֆեսիոնալ գործիքներով են աշխատում։ Երբ որ դու մուտք ես գործում DaVinci Resolve, այստեղ քեզ տալիս որ դու կարող ես քաշես DaVinci 20-ը։ Տալիս է free download եւ buy only now $295-ով։ Երբ որ դու տալիս ես free download, ինքը քեզ չի տալիս ստուդիո տարբերակը, այսինքն դու չունես գործիքների մեծ մաս, դու չես կարող աշխատես RAW ֆորմատի հետ, դու չես կարող աշխատես բարձր կոդեկների հետ ու 4K էլ չես կարող էքսպորտել, ունտեղ Magic Mask չունես, AI չունես, ոչ մի բան չունես։ Այդ իսկ պատճառով ես կտեղադրեմ DaVinci 20 ծրագիրը իմ ապիսանիայի մեջ drive-ով, որ դու կարողանաք քաշել եւ այն ունենաք ու կարողանաք մասնակցել այս վիդեո դասերին։ Եթե ձեզ մոտ հաջողվեց կամ դուք ունեք DaVinci 20, դուք բացում եք ծրագիրը, так, վերցնում ենք պրոյեկտ։ Էական ինչ պրոյեկտ եք օգտագործում, կարևոր որ պրոյեկտները մուտք անեք դեպի ծրագիր։ Այստեղ մենք ունենք 7 հատված։ Մեդիա դաշտը, որտեղ մենք տեսնում ենք մեր բոլոր մեդիա ֆայլերը, այստեղ կարող մուտք անենք, ելք անենք, հիմնականում այստեղ շատ չենք աշխատում։ Cut բաժինը նախատեսված է նրա համար, որ մենք բացենք մեր ուզած sequence-ը ու կարողանանք այստեղ կատարել արագ մոնտաժ, որը կոչվում է Clay Kick-ի մասին, որտեղ վերևը մենք տեսնում ենք փոքր գիծը, որը որ կարողանում ենք ամբողջությամբ հեշտ տեղաշարժենք վիդեոները եւ տակը ավելի հեշտ է շարժվում մեր վիդեո ֆայլը։ Edits բաժնում մենք կարող ենք արդեն, էական չի, մենք կարող ենք edit-ում դա անել, կարող ենք cut-ում անենք, ասում են որ cut-ում ավելի հարմար է, բայց հիմնականում բոլորը տեղափոխվում են edits ու աշխատում են edits-ի մեջ։ Ունենք գործիքներ, էֆեկտներ, մեդիաները, որ բացում ես, չասնում ես, դու կարաս սնենց անես, որ իրան ամբողջական տեսնես, կարաս սնց կիսով տեսնես ու ունենաս ամբողջական գիծը բաց քո առաջ։ Գործիքները շատ են, փորձեմ այնպես ներկայացնեմ, որ դուք իմանաք որը որից հետո։ Ձախ հատվածում որ տեսնում ենք, այստեղ էֆեկտներն են, բոլոր էֆեկտները, որոնք որ դուք կարող գտնեք։ Վիդեո տրանզիշններ, տարբեր տեսակի, որ տեսնում եք ինչ կարա լինի, smooth cut, չգիտեմ, diamond, տարբեր բաներ, հիմնական ստանդարտ բաներ։ Եվ սրանք շատ լավ փոփոխվում են, բայց դրանք հետո կներկայացնեմ, քանի որ հիմա որ ներկայացնեմ, դուք խառնվեք իրար։ Երաշտական անցումներ, տեքստեր, բազմատեսակ, որ կարող եք դնել վիդեոյի վրա, թե անիմացիոն կա, թե սովորական կա, ու դուք կարող ինքներդ անիմացնեք։ Գեներատորներ տարբեր պրեսետներով, նույն էֆեկտները, որոնք որ վիդեոին ինչ որ տեսակ են հաղորդում, ելնելով տարբեր խնդիրներից։ FX բաժինը, էֆեկտների, սա ավելի բարդ հատված է, սրանից հասկանալը կլինի մի քիչ ավելի ուշ, մի քիչ ավելի շատ գործիքներ իմանալուց հետո։ Մենք դրան կգանք։
ու կարելի ասել սա է։ Մեկ էլ աուդիո էֆեկտներ։ Հիմնականում ցախ հատվածում այդ գործիքներն են։ DaVinci 18, եթե ունեք ու ուզեցիք սովորել, դուք իմացեք, որ keyframe-ները ստեղ ուրիշ ձև է, ձեր մոտ ուրիշ ձև է։ Այս 20-ի նոր բաներն են այստեղ։ Եվ sound-ն այլ ձև, եւ keyframe-ները շատ բաներ է փոխվել, այնպես որ այդ բանի մասով չմտածեք։ Fusion-ը այստեղ շատ հարցեր կարա լինի։ Սա կարելի ասել After Effects, ինչ ուզես կարաս անես, 3D-ից բռնած մինչև tracking, վիդեոների կարգավորում, ինչ-որ տեքստերի ավելացում, տեքստը, որ մարդու հետ քայլի, դրոնը գա դեպի տեքստը, ջարդվի, փշրվի, տես բաները սա Fusion-ում է արվում։ Որ ասեմ, ես Fusion-ը լավ գիտեմ, լավ չգիտեմ, հիմնականում ես գնում եմ էլի After Effects-ում եմ դա անում։ Ինչով չեմ սովորել։ Այդ իզնից է։ Color-ը բոլոր մոնտաժ անողները, հիմնական Premiere անողները ներկայացնում են DaVinci-ին Color-ի տեսանկյունից։ Այո, բնականաբար իր ինտերֆեյսը, որ մենք տեսնում ենք, ինքը բավականին ծավալուն ինտերֆեյսը մեզ տալիս է շատ գործիքներով դու կարաս լիքը հետաքրքիր բաներ անես։ Ձախ հատվածում ռուտերն է, աջ հատվածում էֆեկտներն է։ Էֆեկտներից դուք ընտրում եք թե Color Space Transform, թե մնացած, որոնք որ լոգը բացում են, աշխատում եք դրա հետ, տալիս է glow effect, որը թանկացնում է կադրը, ու ստեղ մենք կարող ենք mask անենք, mask-ի կանենք, որ background կտրենք, մարդ կտրենք, 1000 բան անենք։ Так, Color-ի մասին քիչ խոսեցի, որտեղ Color-ի մասին առանձին դասեր կանենք ու ես նույնիսկ կանեմ կարճ վիդեոներ, որոնք որ հստակ գունային կարեկցիա ցույց կտա, որ էլ հարցեր չունենաք։ Firelight-ը դա երաժշտական մասն է, այստեղ մենք զվուկի կարգավորումն ենք անում։ Աջ հատվածում բոլոր գործիքներն են, որոնք կան ուրիշ ծրագրերում եւս եւ այդպես։ Այդ առումով ես հավանում եմ Adobe Audition-ը, սա չեմ հավանում այդքան շատ, բայց գործիքներ շատ կա ու տենց ստուդիինի ձեն գրելու համար կարաս գնաս Audition-ում գրես, բայց եթե սովորական լավ ձեն ես կարգավորում, իմաստ չունի, նույն բանն է ստանում։ Եվ վերջում Deliver-ը, որ դուք աշխատեք էքսպորտի հետ։ Ընտրում եք MP4, H264, որ բոլոր կոդեկները դրանք են ճանաչում, դնում եք բոլոր պարամետրերը, եթե հարցեր լինեն, սրանք բոլորը կասեմ, շատ բարդ բան չկա։ Սեղմում եք, էքսպորտում եք եւ պատրաստ է։ Այսպիսով, հիմնական կաղապարը DaVinci Resolve-ի սա է։ Մյուս հետագա վիդեոներում ավելի առանձնահատուկ կմոտենամ բոլոր կետերին, կանեմ պրոյեկտներ, ցույց տամ ոնց է դա կառուցվում եւ եթե կարիք լինի, նույն պրոյեկտները կթողնեմ, որ դուք կարողանաք կրկնել այն ամենը, ինչ ես արել եմ։ Այդպիսով, որպեսզի հետևեք, սեղմեք զանգակ, լայք արեք կամ ոչ լայք արեք, պատպիսկա եղեք ու մի քիչ ակտիվ եղեք, որ ես էլ ակտիվանամ, թե չի հուշ եմ գցելու։ Բայ։